Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Այն նվիրված է բոլոր այն հայրենիքներին, ովքեր տարբեր տարիներին եւ տարբեր ռազմաճակատներում իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի անվտանգության, պետականության պահպանման եւ ժողովրդի խաղաղ ապագայի։ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Եռաբլուրում լրագրողների զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը անդրադարձել է բանակում ինքնասպանության դեպքերին։ Դիտարկմանը, որ վերջին շրջանում բանակում ինքնասպանության դեպքերը շատացել են, փոխնախարարը հակադարձել է։ Վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում։ Նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք։ Մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել է։ Հունվարի 27-ին Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։ Այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին, ասված է հայտարարության մեջ։ Փարիզը աջակցում է Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կբերի դրական ազդեցություն տարածաշրջանի բարգավաճման համար։ Թուրքական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, թե նախագահ Էրդողանը որոշել է $10 միլիոն համարժեք օգնություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես մեր երկրի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին եւ հատուկ խնամքի կարիք ունեցողներին, ոչ ավելի ոչ պակաս Թուրքիայի նախագահականից են հերքել։ Ոչ հարել իրենց հանրությանը չվստահել թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված հայտարարություններին, ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆեյք լուրներ, ինչու ընդհուպ նախագահի աշխատակազմը հերքում տարածեց։ Մասնագետները չեն բացառում, գուցե տեղեկատվական արշավ էր։ Թուրքիայում դերեթե բոլոր լրատվամիջոցները իշխանություններից են բխում, այսինքն իշխանության լրատվամիջոցներ են։ Նույնիսկ այն ընդդիմադիր լրատվամիջոցները, ովքեր արևելույթ ընդդիմադիր են, իշխանության հետ եւս իրենց հրապարակումները համաձայնեցնում են։ Երևույթը ինքնին անտարամաբանական է, միգուցե կարող է տեղեկատվական արշավ է։ Հասարակական քննարկումների կենտրոնում է էլեկտրաէներգիայի ծախսի հնարավոր հավելագրումների թեման։ Քաղաքացիները սկսել են ֆիքսել նախորդ տարիների համեմատ սպառված էլեկտրաէներգիայի վճարի դիմաց տարբերությունը։ Հետից նրանց պարզաբանել են, որ տարբերությունը պայմանավորված է եղանակային գործոններով։ Հունվարին վճարումները կատարվում են նախորդ նախատոնական դեկտեմբերին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց։ Մյուս կողմից չի բացառվում տեխնիկական, ոչ հնարավոր միտումնավոր միջամտության վարկածը։ Քաղաքացին ունի հաշիչ, որի աշխատանքի հետ կապված իրեն կարող է տրամադրել լաշտեցություն հետի կողմից եւ որովը կասկածում ունելու դեպքում քաղաքացի կարող է բողոքել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրելու համար առկա խնդիրները։ Մենք ունենք մի այնպիսի համակարգ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անգամ մասնավորին չէր կարողանում պատշաճը հսկել։ Ինչպես է հսկելու այն պետական կառույցի, պետականացված կառույցի։ 2025 թվականին Հայաստանի արտաքին պարտքը գրանցել է ռեկորդային աճ։ Միայն նախորդ տարվա 3-րդ եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքը աճել է տարեկան 10%-ով։ Ռեկորդային պարտքի աճը կարճաժամկետ հեռանկարում կարող է ապահովել պետական ծախսերի կայունություն, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով մեծացնում է մակրոտնտեսական ռիսկերը, մասնավորապես արժութային կախվածությունը, սպասարկման բեռը եւ ֆիսկալ ճկունության սահմանափակումը։ Նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ հայաստանյան 65357 կազմակերպությունում գրանցված է 810052 աշխատակից։ Նրանց միջին ամսական աշխատավարձը 293729 դրամ է։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։
Նոր կարգավորումներ վարորդական իրավունք ստանալու օրենքում ներքին գործերի նախարարությունը առաջարկում է ինքնաշխատ եղանակով վարորդական իրավունքից զրկել այն քաղաքացիներին, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո ինչ-որ մի ժամանակահատվածում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կունենան։ Ներքին գործերի նախարարությունը անմիջապես տեղեկություն կստանա վարորդի առողջական նմանատիպ խնդիրների մասին։ Օրենքի նախագիծը ըստ փորձագետների դրական ազդեցություն կարող է ունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման, բնականոն երթևեկության վրա, սակայն մյուս կողմից էլ կան բացեր։ Բանն այն է, որ օրենքի ընդունումից հետո շատերը կխուսափեն դիմել առողջապահական հաստատություններ, որպեսզի իրենց մասին տեղեկությունները չհայտնվեն առողջապահական համակարգերի բազաներում, ինչը հետագայում խոչընդոտ կհանդիսանա վարորդական իրավունքի ձեռքբերման համար։ Օրինակ, ասենք, խմածինը ոնց է, հայտնաբերեցին, վարչական վարույթ են իրականացնում, անձին հնարավորություն են տալիս ենթադրենք լսված լինելու իրավունքը իրացնեն, արտահայտվելու նման բաներ, իսկ այս դեպքում արդեն այդ վարչական ակտ չեն կայացնում, այսինքն ավտոմատ օրենքի ուժով զրկում են, հենց էլ չի կարելի, այսինքն մարդուն պիտի հնարավորություն տրվի ամեն ինչին ուրեմն բացատրություն տա ու իր նկատմամբ վարչական վարույթ իրականացվի, ոչ թե օրենքի ուժով առանց հարցը պատասխան անեն էլի։ Ենթադրենք քմրամոլի համար, բուժվել է իր իսկ առողջության համար, բայց այսպես ասեմ, պրավի խաթր չի գնա, չի բուժա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտարարել է դաշինքը չի միջամտի Իրանում տեղի ունեցող գործընթացներին, դրանք չդիտարկելով ՆԱՏՕ-ի պատասխանատվության շրջանակում։ Նրա խոսքով դաշինքը մտահոգված է իրավիճակով, սակայն կենտրոնացած է Եվրոատլանտյան անվտանգությանը եւ ռուսական սպառնալիքին։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն հետևում է Իրանի համագործակցությանը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ։ Ավելի վաղ Թրամփը չէր բացառել Միացյալ Նահանգների հնարավոր միջամտությունը։ Իրանում զանգվածային բողոքները սկսվել էին 2025-ի դեկտեմբերին տնտեսական պատճառներով, ապա ստացել քաղաքական բնույթ։ Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է Եվրոատլանտյան ուղղության եւ ռուսական սպառնալիքի վրա։ Հավաքագրված վերջին տվյալների համաձայն Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի ընդհանուր թիվը ըստ վերջին տվյալների համաձայն հասել է 6126-ի, որոնցից 5000-ը եւ ավելին ցուցարարներ են։ Զոհերի թիվը, որը դեռ գտնվում է ուսումնասիրման փուլում, կազմում է 17091։ Ընդհանուր առմամբ գրանցվել է բողոքի ցույցերին առնչվող 651 միջադեպ, 31-ը նահանգի 200 քաղաքներում։ Ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ եւ ջախջախիչ պատասխանի, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բաղային։ Նա կտրուկ նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Բաղային ընդգծել է, որ Իրանը վաղուց բախվել է իրեն պարտադրված հիբրիդային պատերազմին։ Տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, անկայունությունը վարակիչ է, նշել է Բաղային, կոչ անելով հարևաններին հստակ դիրքորոշում ընդունել արտաքին սպառնալիքների դեմ։ Եվրամիությունը եւ Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր, որը մինչև 4 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր կվերացնի Եվրամիության արտահանողների համար եւ կարող է կրկնապատկել Եվրամիությունից Հնդկաստան առաքումները։ Համաձայնագրով կկրճատվեն Եվրամիությունից Հնդկաստան արտահանման շուրջ 96.6%-ի մաքսատուրքերը, էժանացնելով ավտոմեքենաները, ալկոհոլը, սարքավորումները եւ այլ ապրանքներ։ Զգայուն գյուղատնտեսական ոլորտը հիմնականում դուրս են մնացել պայմանագրից։ Գործարքը կներկայացվի հաստատման Եվրամիության կառույցներին եւ Հնդկաստանի կառավարությանը։ Ներկայում կողմերի տարեկան առևտրաշրջանառությունը գերազանցում է 180 միլիարդ եվրո։ Մոսկվայում նոր հզոր ձնաբքի ցիկլոն է գրանցվել, մինչև հունվարի 29-ը հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ, օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 40 չվերթ։ Պաշտոնական Հոկայդո կղզում տեղացած առայդյան պատճառով գրեթե 1000 գնացքի երթևեկություն դադարեցվել է։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 16 մարդ, 7000 մարդ ստիպված է եղել գիշերել Հոկայդոյի նոր Չիտոսե օդանավակայանում։ Տեղացած ձյան բարձրությունը 24 ժամվա ընթացքում հասել է 54 սանտիմետրի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է հունվարի համար։
Վերջին օրերին Միացյալ Նահանգներում առնվազն 28 մարդ է մահացել ձմեռային փոթորկի պատճառով, 30 սանտիմետր ձյունը կաթվածահար է արել Միացյալ Նահանգների երթևեկությունը, չեղարկվել են հազարավոր չվերթներ Նյու Յորքից եւ Մասաչուսեթսից մինչեւ Տեխաս եւ Հյուսիսային Կարոլինա ճանապարհները սառցակալած են, 25 նահանգապետեր արտակարգ դրություն են հայտարարել։ 2 միլիարդ 317 միլիոն դոլարի թանկարժեք քարեր եւ մետաղներ եւ 1 միլիարդ 236 միլիոն դոլարի տեխնիկա եւ էլեկտրոնիկայի արտահանվել 2025-ին Հայաստանից։ Ինչի մասին են այս թվերը խոսում։ Գուցե այն բանի, որ Հայաստանը ունի հզոր արդյունաբերական ռեսուրս, թղթերի վրա գուցե իրականում սա հին ու ոչ վարի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է։ Դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա նվազել է, բայց այդքանով հանդերձ վերաարտահանումը միևնույնն է ապահովում է ահռելի եկամուտներ մեր բյուջեի համար։ Զարմանալի չէ, որ 2025-ի խոշորագույն հարկատուն սմարթֆոնների վաճառքով զբաղվող ընկերությունն է, որը բյուջե է մուտքագրել 200 միլիոն դոլարից ավելի հարկ։ Դրա փոխարեն նահանջել են ավանդական խոշոր հարկատուները։ Գազպրոմի հարկերի նվազելը նշանակի, որ Գազպրոմի կողմից տրամադրվող գազի քանակների տավանն է նվազել, որը խոսում է արդյունաբերական ճյուղերի նվազելու մասին եւ գյուղատնտեսության որոշակի նվազելու մասին, ասենք ջերմոցներ եւ այլն, որոնք ոչ օգտագործում են գազը եւ բնակիչների կողմից։ 25-ի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին տեղերում չկան արդյունաբերական ընկերություններ։ Սա Հայաստանի տնտեսության մոդելը ներկայացնող փաստ է, այսինքն կազմակերպությունը կարող է ահռելի հարկեր փոխանցել բյուջե, սակայն ունենալ 1-2 տասնյակ աշխատակից, ինչպես օրինակ վերաարտահանումով զբաղվող ընկերությունները։ Այսինքն գործունեությունը փող է բերում, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի տնտեսության համար։ Առանձիկները թանկացել շուկայում ու իրենք ռեկորդային թիվ էին մոտել, մոտավորապես 144 միլիարդ դրամ, հետո նվազել էր 109 միլիարդ 24 թվին, հիմա 52 միլիարդ է։ Հիմա մի հարց է առաջ գալիս, դեռ որքան հնարավոր կլինի բյուջե հոսքեր ապահովել վերաարտահանման հաշվին եւ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Փորձագետների կարծիքով այն, որ իրավիճակից օգտվում է հայկական բիզնեսը, շատ լավ է։ Ուրիշ բան, որ պետական տնտեսական քաղաքականություն այս ընթացքում պետք է տարվեր այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ստացած շահույթը շարունակեր աշխատել հօգուտ Հայաստանի տնտեսության։ Ենթադրություն անելով, որ իբր այս դրամական հոսքերը երկարաժամկետ հեռանկարում լինելու են, կառավարությունը կարող է պարտավորություններ ստանձնել երկարաժամկետ, ու երբ հետագայում այս դրամական հոսքերը կտրվեն, ուղղակի ի վիճակի չլինի այդ պարտավորությունները կատարելու եւ հայտնվենք այդպես ֆինանսական ծանր դրության մեջ։ Մեծ հաշվով վերաարտանվող ոսկու եւ էլեկտրոնիկայի ծավալները կսկսեն նվազել, հենց որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանն ու Ամերիկան գան համաձայնության։ Ինչ ենք անելու մենք դրանից հետո, պարզ չէ, տարեկան Հայաստանի բյուջե հարյուրավոր միլիոնների հարկեր են մուտք լինում բացառապես հենց վերաարտահանման շնորհիվ, իսկ այդ մուտքերով մարվում են միլիարդավոր դոլարների պարտքերի տոկոսադրույքները, որոնք կառավարությունը շարունակում է ներգրավել ճանապարհաշինության եւ այլ նախագծերի համար։ Եթե դու տեսնում ես, որ կարճաժամկետ ինչ-որ օգուտներ ունես, հնարավորություններ ունես, եկամուտներ ունես, այդ կարճաժամկետ եկամուտները կուտակում ես ու դնում ես մի կողմ, որպեսզի հետագայում խնդիրներ առերեսես, կամ գոնե եթե չես դնում մի կողմ եւ ուզում ես օգտագործել, դրանց հաշվին այդպես երկարաժամկետ պարտավորություններ չես ստանձնում։ Կա կարծիք, որ իշխանության ներկայացուցիչները հույս ունեն դեպի Ռուսաստան վերաարտահանումից ստացվող շահույթը փոխարինել թրիփից ստացվելիք շահույթով, սակայն վերջինից ստացվելիք եկամուտները Հայաստանի համար չափազանց աղոտ են, հեռանկարներն էլ անկանխատեսելի։ Հունվարի 27-ին մերկասառույցի եւ մառախլապատ լինելու պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին բազմաբերդ Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր տրանսպորտային միջոցներ։ Տարբեր հատվածներում տարբեր վթարված ավտոմեքենաներ, բեռնատար, մարդատար։ Վթարների հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարծառայության Թալինի շրջփրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Ճանապարհն ամբողջությամբ մառախլապատ էր։ Մինչդեռ մերկասառույց ճանապարհի պատճառով, ինչու՞ չէ նաև մառախուղի պատճառով 15-ից ավելի տրանսպորտային միջոցներ են բախվել իրար եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների կա 10-ից ավելի վիրավորներ։ Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են Սուզուկին, Օփելը, Լադան եւ 2 Ֆորդ Տրանզիտ։
Երթևեկությունն այդ ամբողջ հատվածում կաթվածահար էր եղել։ Էն էլա մասնակից։ Հələ հանգիստ նստի, մի վախեցի, հանգիստ նստի։ Ահա։ Հիմա պաշտին նստի։ Եղեք արեք մեր օդի ոտոդոկտ եք, էլի։ 3 հոգի, որոնց առաջին օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումն ու ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Տասից ավելի վիրավորներ են նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել մի մասին Թալինի, մի մասին Աշտարակի, մի մասին Երևանի մասնագիտացված հիվանդանոցեր։ Այս պահին էլ Թալինի շտաբօգնության բժիշկները եւս 2 հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, հիմա տեղափոխվում են Թալինի հիվանդանոց։ Հավաքվածներն ու վթարի մասնակիցները հայտնել են, որ մերկասառույց է եղել, իսկ սպասարկող ընկերությունն աղ ու ավազի խառնուրդով չէր մշակել ճանապարհը, եկել են միայն վթարից 1.5 ժամ անց։ Ավտոմեքենաների մի մասը տեսնում եք, բախվել են երկաթե արգելապատնեշներին, դուրս են եկել երթևեկելի գոտուց ու սրա պատասխանատուն առաջին հերթին ճանապարհը սպասարկող կապավոր ընկերությունն է, մինչդեռ դեպքի վայրում մարդկանց, այդ թվում տուժած վարորդներին ասում են, որ ճանապարհը սպասարկում է Թալինի ճանշինը։ Այստեղ Թալինի ճանշինը անելիք չունի։ Սարաշ ճամփիխերը։ Հունվարի 26-ին մերկասառույցի պատճառով Եղվարդ Աշտարակ M6 ճանապարհին բախվել են Շաքման Բեռնատան ու Volkswagen-ը։ Ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկներն էին ժամանել։ Ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է եղել, սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել, աղ ու ավազ չի լցրել։ Սակայն ճանապարհը սպասարկող ընկերությունը, եթե ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազի խառնուրդով, ապա նման վթարներ հաստատ տեղի չէին ունենա։ Հունվարի 26-ին մերկասառույցի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ Եղվարդ ճանապարհին։ Բախվել են Nissan-ն ու Ford Transit-ը, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ ժամանած Եղվարդ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը։ Սպասարկող ճանշինը ոչինչ չէր արել ճանապարհն աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար։ Որ նայեք իմանաք, թե ասֆալտա, չոր ասֆալտա, բացա, բայց ոչ, լրիվ սառացա։ Եթե ճանապարհն սպասարկող մեծ ճանշինը կատարեր աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակում, ապա հաստատ վթարներ տեղի չէին ունենա։ Հունվարի 26-ին Երևան-Գյումրի ճանապարհին Աշտարակի կամրջի վրա ման մագնիշի կցորդի ջոբերնատարում հրդեհ է բռնկվել։ Առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, հետո Աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները մարել են կրակը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Եվ հունվարի 26-ին Անրանիկի փողոցում գործող հացի փռում կրակ է նկատվել։ Առաջին բիսկանչով ժամանել են հրշեջ փրկարարները, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան։ Եվ Չարենցի փողոցում ՆԳՆ վարչական շենքի դիմաց առաջացած 2 փոսը պատուհաս է դարձել վարորդների համար։ Դրանք շրջանցելու դեպքում վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով վթարային վիճակ ստեղծում մյուսների համար։ Փոսերը լցելու փոխարեն անվատ դողեր են տեղադրել, ինչը Հայաստանում, մասնավորապես Երևանում, սովորական բան է դարձել։